Գիտեք, նման խայտարակ ընտրություններ երբևիցե Հայաստանի Հանրապետությունում չի եղել։ Երբևիցե խայտարակ ընտրություններ։ Մենք ճիշտ ասած մտանք ընտրությունների մեջ մեր կուսակցությունը մի խնդիր էինք լուծում, հա, ոնց որ ասում է զորքը պատերազմ գնալուց առաջ կամ մարտի մտնելուց առաջ միշտ զորավարժություններ են անցկացնում։ Մեր հիմնական խնդիրը, որ մեր անձնակազմը սովորեր աշխատել նման պայմաններում, ակտիվ աշխատել, մենք ամեն ինչ հասկանում էինք, մենք միակ կուսակցությունն էինք, որ երևի թե ամենակիչ գումարը երևի մենք ենք ծախսել ընտրություններին, այն ինչ որ կա հաշվի վրա էտա։ Թող հանեն, նայեն։ Ոչ մի ուրիշ մթնոլորտ չենք ստեղծել, ոչ մեկին չենք սպառնել, ոչ մեկին չենք կաշառել, ոչ մեկին ընդամենը մենք զբաղվել ենք մի հարցով, մենք ստեղծել ենք համակարգ եւ այդ համակարգը մենք պետք է աշխատացնեինք, որ այդ ամեն ինչը ու ինձ թվում է շատ լավ ստացվեց, որովհետեւ այդ բոլոր այդ թերությունները, որ ասենք այսօր հայտնաբերվել է ԿՊ-ի կողմից արված թերությունները, խախտումները, այդ բոլորը համարյա մերն է, որը որ այսօր ներկայացվել է ոստիկանություն եւ այսօր այնտեղ ոնց որ թե ասեցին երկու գործը ինչ որ պետքա հարուցի այդ ԿՊ-ականների վրա, բայց խայտարակ պահվածք, եթե մեր երկրի ղեկավարը մի փեշակ ուներ, որ միշտ դեմեր էս բանին, անարդար ընտրություններին։ 2008 թվականին մարտի 1-ին հաշվելով անարդար ընտրություններ ժողովրդին հանեց դուս, հա, ժողովրդին կոտորեց, ինքը փախավ, նստեց Ժիգուլի 03 Ժիգուլի, ես ասում եմ օթից չեմ ասում, ես այն ժամանակ հետախուզության պետ եմ եղել, ինքը ժողովրդին թողեց նստեց Ժիգուլի ու փախավ, այդ Ժիգուլու համարներն էլ ունենք, տիրոջ անունն էլ ունենք, բայց դրա մասին չէ այսօր խոսքը, խոսքը նրա մասին է, մի մարդ, որը որ դեմոկրատիայի լոզունգներով եկել է իշխանության, որը լոզունգ էր անում մերժիր, չգիտեմ ես ինչ մարդուն, մենակ նրա համար, որ այդ մարդը հաշվում էին, որ ինքը դիկտատոր է եւ այլ։ Բայց նախկին մեր բոլոր ղեկավարներն էլ, երբ որ տեսել էին ժողովրդի դժգոհությունը, իրանք դուս էին եկել։ Եկեք ասում է ծուռ նստենք, ճիշտը խոսանք։ Բոլորը դուս էին եկել։ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, հիշում եք։ Երբ որ տեսա, որ ժողովուրդը իր դեմ է։ Ռոբերտ Քոչարյանը երկու սրոկ իր աշխատեց, եկավ ժամանակը դուրս եկավ։ Հա։ Սերժ Սարգսյանը տեսավ, որ ժողովուրդը իրանից դժգոհ է, ժողովուրդը հավաքվել է, պահանջում է դուրս գա։ Ինչա Սերժ Սարգսյանը չէր կարող այսօրվա նման դուբինգեքով սաղին հրամանտար ցրեր։ Իհարկե կարար։ Տեսավ դժգոհը, թողեց դուրս եկավ։ Մեր այսօրվա ժողովուրդը, այսօրվա ղեկավարից ոչ թե դժգոհ է, զզվում է։ Ու դա ցույց տվեց վաղարշապատի ընտրությունները։ Ամեն ինչ կար ԿՊ-ի կողմից։ Մենք մոտակա ժամանակս կհրապարակենք ԿՊ-ի հեռախոսի համարները եւ մարդկանց անուն ազգանունները, որոնք զանգել են նույնիսկ մեր ավականու տեխնացուներին եւ կաշառք են առաջարկել։ Հիմա իրանք այսօր ասում են, որ 5 հոգու վրա քրեական գործ են հարուցել։ 10 հոգի ավականի են անցել, դե չգիտեմ,
10 հոգուց 5 հոգու վրա քրեական գործ են հարուցել։ Ճիշտն ասած արդեն հոգնել են քրեական գործերից։ Իրականում հոգնել են։ Մարդու զզվանք է գալի։ Ու հետաքրքիրն է, որ ոչ ում վրա հարուցում են գործ, նա իրականում հանցագործ չի։ Հայաստանում սպանությունները շարունակվում են, նարկոտիկները դպրոցներում վաճառում են, ու այդ մարդը չի հեռանում ու էջմիածնում ճնշումով, վախացնելով։ Ըստ մեր տեղեկությունների, գիշերը ընտրություններից առաջ ԱԱԾ-ն մտել է բավականին մեծ քանակի մարդկանց տներ, կոմպրոմատով։ Ասել է կամ գնում ես քվեարկես, կամ նստում ես։ Մարզպետներ են այնտեղ հավաքվել, որոնք էլի մարդկանց ստիպում էին։ Բոլոր նախարարները գտնվում էին էջմիածնում։ Իրականում ինչ էր, մի 70,000 քվեարկության իրավունք ունեցող մարդիկ էին։ Սաղ լծվել էին այնտեղ ու փաստացի ամեն փողոցի վրա կանգնած էր կամ մի նախարար, կամ մի դեպուտատ ԿՊ-ից։ Մարդիկ գալիս են քվեարկում են, ասում են ինքը ցուցակում չկա, ասում է ոչինչ, ասում է թող ինքը թուղթը գցի, մենք քրեական գործ կհարուցենք։ Բայց ձայնի հաշվարկի ժամանակ դա հաշվում է, չէ՞ այդ ձենը։ Ահավոր բան է, միակ երկիրն ենք աշխարհում, որ մարդը ժամանակավոր մեր մոտ գրանցված մեր քաղաքացին չի, իրավունք ունի ընտրության, դուք պատկերացնում եք, որ վաղը կարող է 50,000 օրինակ էջմիածնում, ես դեմ չեմ հնդիկներին, հնդիկ կլինի, իրանք քաղաքապետին ընտրեն։ Էս ինչ են անում, աշխարհում տենց բան չկա։ Բացի դրանից, ինչ ասում, այս վերջերս խոսում են, որ եկեք ասում է, օրենք ընդունենք, որ տան սեփականատերը պարտադիր չի, որ տա համաձայնություն, որ իր տան վրա մարդ գրանցվի։ Դուք պատկերացնում եք։ Ինչի անա պատրաստվում։ Այս սրան հնդիկներին բերես լցրեց էջմիածին։ Ինչ եք կարծում, հնդիկները ում են գնացել քվեարկի։ Վախացրեց մարդկանց, անօրինականություններ, ու նորից եմ ասում, մենք կհրապարակենք հեռախոսի համարներ, անուն ազգանունով, մոտակա ժամանակս, որով զանգել են մեր թեկնածուներին, իրենք են զանգել, այդ մենք այդ մարդկանց գիտենք, ու կաշառք են առաջարկել։ Ու մենք դա անելու ենք օֆիցիալ հայտարարություն։